Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Մոտ մի շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մի ոդկասթի ժամանակ հարցազրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիան իրականում պետք է վերանվանվի Իսլամական Հանրապետությունը Մեծ Բրիտանիայի կամ ինչ-որ նման մի բան։ Եվ ասում էր, որ Բրիտանիան լինելու է առաջին մուսուլմանական երկիրը, որը ունենալու է ատոմային ռումբ։ Սա իհարկե ասում է, որովհետև առհասարակ տեսնում է, որ վտանգ կա դրա մեջ, վտանգ է, որ Եվրոպան կամաց ավելի մուսուլմանական է դառնում, հատկապես Անգլիան, որովհետև պարզ է, նրանք ավելի շատ պաղեստինամետ դիրքորոշում են ունենալու ու լինելու են հակասիոնիստական ու Իսրայելի դեմ։ Դժվար է չհամաձայնել այդ ռազմական հանցագործի հետ, որովհետև իհարկե այդպես է։ Ցավոք սրտի, այս վերջին հատկապես 50-60 տարում ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ Եվրոպայում գնալով փոխվում է Եվրոպայի դեմոգրաֆիան դեպի վատը, ժողովրդագրությունը գնում է դեպի անկում, որովհետև կամաց նվազում են սպիտակ եվրոպացիների քանակը եւ միայն շատանում են ոչ սպիտակների քանակը։ Ու ինչպես գիտենք, հատկապես Անգլիայում, Ֆրանսիայում այնտեղ շատանում են, տարեստարի շատանում է սևերի, արաբների, հնդիկների բնակչությունը, իսկ գնալով նվազում է սպիտակ բնակչությունը։ Օրինակ Լոնդոնում 40%-ն է միայն սպիտակ անգլիացի։ Ինչպես գիտենք, նախկին վարչապետը Անգլիայի հնդիկ է եղել, այսօրվա քաղաքապետը պակիստանցի է եւ այլն։ Ու նորածին երեխաների ամենատարածված անունը հենց Մոհամեդ է։ Որպեսզի ավելի լավ պատկերացրեք, թե ինչ օրասական վիճակում է Եվրոպան այսօր, հատկապես Անգլիան, Ֆրանսիան, այդ արևմտյան երկրները։ Նույնը արևելքում, բայց ավելի շատ արևմուտքում է տարածվում այդ մեծ երկրներում, հետո գնալով կամաց կտարածվի մյուս եվրոպական երկրներում։ Իհարկե, նրանք ավելի զարգացած են, դրա համար այդ տեսակ ներգաղթանները ձգտում են գնալ ավելի շատ Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, քան մյուս երկրներում, բայց այնտեղ էլ է իրականում նույն երևույթը։ Ու այդ է պատճառը, որ արիական ցեղը, սպիտակ ցեղը գնում է դեպի նոր ցեղասպանություն։ Այս ամեն ինչը ինչ որ ասեց այդ հարցում Նեթանյահուն, այդ ռազմական հանցագործը ճիշտ է ասում, բայց իհարկե չի ասում, որ հենց սիոնիստների պատճառով է, հենց ջհուդների պատճառով է, որ Եվրոպան հասել է այս օրասական վիճակին։ Որպես ավելի լավ հասկանանք, թե ես ինչ նկատի ունեմ, մի քիչ պետք է հետ գնանք ու տեսնենք ինչ եղավ երկրորդ աշխարհամարտում։ Իհարկե ես առանձին խոսելու եմ երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որովհետև դա շատ կարևոր է, գիտեմ հիմա մարդիկ կարող է ասեն, սա 21-րդ դարն է, արդեն 2026 թիվն է, ինչ երկրորդ աշխարհամարտը, ինչ կապ ունի, բայց դա շատ մեծ կապ ունի, ես դա ասել եմ, ու մյուս անգամ ավելի լավ կհիմնավորեմ դա, բայց իրականում այդտեղից սկսեց այս ամեն ինչը, երբ արևմուտքը կռվեց սխալ մարդու դեմ, սխալ երկրի դեմ, կռվեց սխալ գաղափարի դեմ, առասարակ կռվեց ազգայնականության դեմ, փոխանակ կռվեր կոմունիզմի եւ կոսմոպոլիտիզմի դեմ ու ինտերնացիոնալիզմի դեմ, փոխանակ կռվեց ազգայնականության դեմ, ու կռվեց ազգայնականության դեմ, որովհետեւ Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկան ներսից գրաված է ջհուդների կողմից, նկատի ունեմ իրենց մեդիան, ֆինանսական համակարգը եւ քաղաքական դաշտը եւ այլն, ու նրանք ամեն ինչ արեցին, հատկապես Անգլիան ամեն ինչ արեց, համոզեց նաև բնակչությանը, անգլիական մեդիան ու ամերիկյան մեդիան, որ չարիքը ոչ թե ասենք Ջուղաշվիլի Ստալինն է, այլ ասենք Հիտլերն է կամ Գերմանիան է։ Այդ է պատճառը, ասենք կռվեցին այդ գաղափարի դեմ ու դրա համար հիմա Եվրոպան ապազգայն է դարձել, հուդայականացված է դարձել։ Սա պետք է լավ հասկանանք, այդ Չերչիլը պարզ ջհուդների խամաճիկ է եղել։ Նա բազմաթիվ անգամ մերժել է առատաձեռն խաղաղության առաջարկները Գերմանիայի կողմից, Գերմանիան ուզում էր դաշինք կնքեր Անգլիայի հետ, ընդդեմ Սովետի։ Այսքան որ հիմա լացում է արևմուտքը, Ռուսաստանը էսա, այնա, վտանգ է մեզ համար, ապա մարդը եկել էր, որ այդ վտանգը ձեր համար վերացնել, բայց դուք մնացաք այդ վտանգի հետ ընդդեմ այդ մարդու։ Ասենք երկերեսանիությունը սրա, որ հիմա բողոքում են, ու մի հատ չեն խոստովանում, որ սխալ են արել։ Գոնե խոստովանեին, գոնե ասեին, որ հա, մենք սխալ մարդու դեմ կռվեցինք, բայց ոչ, շարունակում են այն նույն նարատիվը քարոզել, որ հա, բարի ուժերը կռվեցին, չարիքի դեմ այդ պատերազմում ու հաղթեցին։ Ինչևէ, սրա մասին առանձին ես կխոսեմ։
Բայց ասածս նա որ այդ պատճառով է որ Եվրոպան գնաց լրիվ սխալ ուղղությամբ ու հիմա գնալով գնում է դեպի կործանում, որովհետև սխալ դիրքորոշում ունեցավ, սխալ պատմության սխալ կողմի վրա կանգնեց այդ ճակատագրական պատերազմում։ Դա մեկ չի ասի իհարկե դա, բնականաբար, ջուդները սիոնիստական մեդիան նման բան իհարկե երբեք չեն ասի։ Ու նաև չի ասում, որ հենց այդ բաց սահմանների քաղաքականության պատճառով է, որ Եվրոպան հասել է այս վիճակին, հատկապես 65 թվականից սկսած, 60-ականներին սկսած, երբ որ արդեն սկսեցին բացել սահմանները ամբողջ աշխարհին, օրինակ Ամերիկայում ամեն մեկը չէր կարող Ամերիկա գնալ։ Մարդիկ ասում են, հա, դե Ամերիկան իմիգրանտների երկիր է, նարգախտաների երկիր է, ոչ, այդպես չէ։ Մինչև 65 թիվ միայն եվրոպացիները կարող էին հիմնականում գնալ Ամերիկայում ապրել կամ նույնիսկ այցելել, այդպես ազատ չէր, ով ուզե չէր կարող գնալ։ Շատ խիստ էր այդ ամեն ինչը։ Հա, կային չինացի բանվորներ, որ գնում էին այնտեղ գնացքի ուղուների վրա էին աշխատում, հա, այդ կային այդ քիչ տոկոսով, ասենք, սևեր, որ գնում էին որպես ստրուկ, այդ դրան կար, բայց հիմնական բնակչությունը 90% այն ժամանակ սպիտակ էր։ Օրինակ դեմոգրաֆիան, որ նայեք ժողովրդագրությունը, նայեք Ամերիկայի մինչև 65 թիվը 90% սպիտակ էր։ Հիմա հազիվ կեսը լինի, այնա չհաշված այդ այդքան խառը ամուսնությունները, այն կամ նրանք, ովքեր ասենք խառնածին են եւ այլն։ Իհարկե այդ ամեն ինչը նորից արեցին ջհուդները, այդ օրենքները, հիմա որ նայեք ամբողջ Եվրոպայում, որ կազմակերպություններն են այդ ամեն ինչը քարոզում, այդ բաց սահմանների քաղաքականությունը քարոզում ու կողմ են, որ Եվրոպան ընդունի ավելի շատ ներգաղթյալներ, թե, չգիտեմ, Աֆրիկայից, թե Հնդկաստանից, թե որտեղից, կտեսնեք, որ էլի ջհուդներն են ու ջհուդական կազմակերպությունները, նրանք են դա առաջ մղում ու ռասիստ են համարում նրանց, այդ իրանց մեդիան ռասիստապիտակավորում նրանց, ովքեր դեմ են պայքարում դրա դեմ։ Ովքեր ասենք չեն ուզում իրենց երկիրը մնա միայն իրենց ազգի համար։ Մեծ մասամբ իհարկե։ Իրանք խնդիր չունեն, որ Աֆրիկան աֆրիկացիներին պատկանի, խնդիր չունեն, որ ասիան ասիացիներին լինի, խնդիր չունեն, որ արաբներին պատկանի, բայց խնդիր ունեն, որ Եվրոպան միայն եվրոպական լինի։ Սա է սրանց, սա ջհուդների, ասենք, այդ երկերեսանիությունը։ Ու հա, դա պատճառը ու նաև այդ իրանց մեդիայում քարոզած խառը ամուսնությունները, որ կապ չունի, սպիտակը կարա սևի հետ ամուսնանա, քրիստոնյա մուսուլմանի հետ եւ այլն, ու դրա համար ասենք այդ ամեն ինչը նպաստել է դրան։ Ու նաև ֆեմինիզմը, որ իրանք այդքան տարածել են այսքան տասնամյակներ շարունակ, դուք նայեք, տեսեք ովքեր են ֆեմինիզմը սկզբում տարածել, այս ժամանակակից այս ֆեմինիզմը, այս ծայրահեղ, ասենք, տարբերակը, կտեսեք էլի ջհուդներն են, նույն 60-ականներին, որ տարածում էին, այդ ջհուդներն են, սիոնիստներն են, հատուկ այդ նպատակով, որ քանդեն սպիտակ ամերիկացիների, սպիտակ եվրոպացիների ընտանիքները քանդեն ներսից ու ցավոք այդ հասան դրան։ Ու գնալով աճել է դա միայն ու միայն հարվածել է ծնելիությանը։ Դրա համար Եվրոպան հիմա մահացու ծնելիություն ունի, ասենք, ինչքան գիտեմ 1.2, որը նույն այստեղը, նույնը Հայաստանում, դա ամեն տեղը, բոլոր այս արիական երկրներում այդ նույն խնդիրը կա։ Միակ արիական երկրները, որ ասենք այդ խնդիրը չունեն, ասենք աղա լինի Հարավային Կորեան, Ճապոնիան, այն ասենք զարգացածները, քիչ թե շատ, բայց մյուս տեղերում Աֆրիկայում միայն աճում է ծնելիությունը։ Այսինքն այդ ամեն ինչը իրար հետ, թե բաց սահմանների քաղաքականությունը, թե ֆեմինիզմի քարոզությունը, թե խառը ամուսնությունների քարոզությունը, այդ ամեն ինչի հետևում նույն ուժն է, նույն այդ սիոնիստական ջհուդական ուժն է։ Ու նորից ասեմ, ես սա չեմ ասում, որ ատելություն քարոզեմ, ես սա չեմ ասում, որ ինչ որ, չգիտեմ, մարդիկ սկսեն ավելի շատ ատել ջհուդներին կամ եւ այլն։ Ես փաստ եմ նշում։ Ես ընդհանրապես փաստ եմ ասում, դուք կարող եք ուսումնասիրել, անուններով կտեսնեք ովքեր են եղել, մինչև հիմա, մինչև այսօր։ Կարող եք նայել, թե ովքեր են ամենաշատ նման բաներ քարոզում, ինչպես ասացի, այդ կազմակերպությունները, որ կան Եվրոպայում, որ քարոզում են բաց սահմանների քաղաքականությունը, կտեսնեք իրանք են։ Դրա համար ես սա չեմ ասում, որ ատուկ մարդիկ sense ատ են, ես ընդհանրապես փաստն եմ նշում։ Բայց իհարկե Բենյամին Նեթանյահուն դա չի նշի։ Իսրայելի վարչապետը դա չի ասի։ Բողոքում է, որ այս օրի է հասել Եվրոպան, բայց չի ասի պատճառը, թե ինչու է հասել այս վիճակին։ Որն է պատճառը։
չի ասի, որովհետև պարզ է թե ինչու չի ասի, որովհետև ինքը պատկանում է այն նույն ժողովրդին, այն նույն ուժին, որը Եվրոպան հասրել է այս վիճակին։ Ու Նաև մերձավոր արևելքը, ոչ միայն Եվրոպան, իրանց ամբողջ նպատակն է, չէ, ասենք գերակայություն ունենան մերձավոր արևելքում, իրանց նպատակն է ջհուդների, բայց հիմա տեսնում եք, այդ իրանց հրահրված պատերազմների պատճառով, ասենք ամբողջ մերձավոր արևելքը այս վերջին առնվազն 25 տարում դարձել է խաղահրապարակ, իսլամական ահաբեկիչների համար։ Ավելի ապակայունացվել է տարածաշրջանը։ Ու ինչպես գիտենք, 1-2 շաբաթ առաջ դաշինք ստեղծվեց Թուրքիայի, Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի միջև ահաբեկչական նոր դաշինք էր։ Այսինքն գնալով ավելի վտանգավոր է դարձել այս ամբողջ տարածաշրջանը։ Հիմա այս ամեն ինչի իմանալով, ասենք, ինչ որ իրանք անում են, վերջում բումերանգի պես իրանց է հարվածում ու ինչ թույն որ իրանք ցանում են, վերջում իրանք էլ են դրանից վնասվում։ Բայց այս ամեն ինչի իմանալով հիմա հարց է, չէ, առաջանում, բա ինչու են դա անում։ Եթե այդ ամենը վերջում վնասում է իրենց ու այն երկրներին, որտեղ իրենք բավականին լավ կյանք են ապրում, բարեկեցիկ կյանք են ապրում, մեծ արտոնություններով, մեծ գումարներով, ինչու են վնասում այդ երկրներին։ Անգլիան օրինակ, լավ, ինչպես գիտենք, Անգլիան առնվազն այս վերջին 300 տարին Ռոթշիլդների կողմից օկուպացիայի տակ է, ֆինանսական համակարգը եւ այլն։ Բայց ինչու են Անգլիան այդ օրին հասցրել, որ հիմա ոչ միայն վտանգ է այնտեղ ապրող ջհուդներին, այլև Իսրայելին է վտանգ դարձել կամ վտանգ դառնալու, օրինակ եմ ասում։ Ինչու են դա անում։ Կարճ ասած, ինչու են փոսեր փորում այն նավի վրա, որտեղ իրենք լավ են ապրում։ Սա մի հարց է, որ մարդիկ չեն հասկանում, էլի, որովհետև ջհուդներին նայում են որպես սովորական, ասենք, մարդիկ կամ սովորական ինչ որ արիացու նման մարդ, որ դրա համար հաճախ ասում են, չէ, դե մենք էլ պետք է հрьяաների պես Ամերիկային բան անենք, ինչու չարեցինք, իրանք կարող են անում են, իրանք կարող են անում են, որովհետև իրանք էությունը լրիվ ուրիշ է։ Մենք չենք կարող մեզ համեմատել իրանք գործելաձևին կամ իրանք էությանը, մենք տարբերվող ենք լրիվ։ Իրանք պարազիտական բնույթ ունեն, դրա համար են կարողանում այդպես ներսից մտնեն, գրավեն այդ երկրներին, օգտագործեն իրենց օգտին, բայց ինչպես ասացի, վերջում էլ իրենց են վնասում։ Եվ այս հարցին պատասխանելու համար, թե ինչու են ջհուդները դա անում, ինչու են փոսեր փորում այն նավի մեջ, որի վրա իրենք լավ են ապրում, ունի նաև միաժամանակ պարզ պատասխան, բայց միաժամանակ խորիմաստ պատասխան։ Եվ այդ պատասխանն էլ հետևյալն է. ջհուդները այդ ամեն ինչը անում են, որովհետև ջհուդ են։ Շատ կարճ ու լակոնիկ ասած։ Որպես ավելի լավ բացատրեմ այդ ամենը, որպես ավելի լավ պատկերավոր պատկերացնեք, մի կուզեմ մի հատ այդ առակ պատմեմ, որ թե ինչպես կարիճը համոզում է գործին, որ թողի մեջքի նստի։ Լինում է մի հատ կարիճ, որ ուզում է գետը անցնի, բարձր չի կարողանում լողալ, ու մի գործ է տեսնում, գործին ասում է կթողես քո մեջքի նստեմ, դու օգնես անցնեմ մյուս ափին, գործը ասում է, չէ, ես քո մասին վատ բաներ եմ լսել, եթե ես թողեմ դու իմ մեջքին նստես, դու ինձ խայթելու ես, հետո երկուսս էլ կմեռնենք։ Կարիճն ասում է, հա, երկուսս կմեռնենք, բայց դա իմ շահերից չի բխում, ես ինչու նման բան կանեմ։ Ես ուզում եմ ընդհանրապես գետը անցնեմ, հասնեմ մյուս ափին։ Քեզ խայթելը իմ շահերից չի բխում։ Գործին համոզում է, գործը ասում է լավ, նստի մեջքիս ու գետը անցնելիս կես ճանապարհին կարիճը խայթում է գործին։ Ու երկուսը սուզվելու ընթացքում, մեռնելու ընթացքում գործը հարցնում է կարիճին, ինչու դա արեցին, հիմա երկուսս մեռնելու ենք։ Ասում է, հա, գիտեմ, բայց ես կարիճ եմ ու դա իմ էության մեջ է։ Խայթելը իմ էության մեջ է ու ես ինքս ինձ չէի կարող զսպել։ Ու այդպես երկուսն էլ խորտակվեցին ու մահացան։ Իմաստը ինչ է, որ ինչպես կարիճի էության մեջ է խայտելը կամ օձի էության մեջ է կծելը կամ տզրուկի էության մեջ է արյուն ծծելը, այնպես էլ ջհուդների էության մեջ է խաբելը, կոռումպացնելը ու ներսից քանդելը։ Ու դա է եղել պատճառը, թե ինչու են նրանք ատված եղել բոլոր ազգերի կողմից։ Որ երկրում նրանք ապրել են, ատված են եղել։ Մինչև հիմա էլ ամենաատված, ասենք, ժողովուրդն է։ Ամենաատված իրականում երկիրն է Իսրայելը աշխարհի վրա։ Ինչի համար։ Հենց այս պատճառի համար, որովհետև նրանք ըստ էության
կործանողներ են, ու դա հենց իրանք էլ ասում են, մի հատ Մորիս Սամյուել կա իրանց հեղինակներից մեկը, ասում է մենք հավերժ կործանողներ ենք, մենք հավերժ կկործանենք, որովհետև մենք մեր սեփական աշխարհն ենք ուզում, սա հենց իրանց ասածն է, դուք գոյեր գրքից մի հատ կարող եք ուսումնասիրել դա։ Մի խոսքով, մենք պետք է հասկանանք, որ նրանք տարբերվում են մեզնից, ես գիտեմ հիմա ովքեր ինձ հետևում են, ովքեր հոսանքին հետևում են, մենք բացահայտում ենք այս ճշմարտությունը որպես քաղաքական շարժում, որպես այս պահին առայժմ մարգինալ քաղաքական ուժ, մենք միակն ենք ընդհանրապես հայության մեջ, որ այս པարզ ճշմարտությունները ասում է, այս քաղաքականապես ոչ կորեկտ ճշմարտությունը ասում է, որովհետև սրանք կարևոր բաներ են, որովհետև այս ամենը հասկանալով մենք կարող ենք ավելի լավ պատկերացում ունենալ, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, որովհետև սրանք են ամենասեն կարևոր հարցերը, իրականում շատ բաներ sense առանձին է թվում, բայց իրականում բոլորը կապված է իրար հետ եւ մեր շարժման նպատակն է, ինչպես ասացի, այդ մեծ պատկերը տեսնենք, այդ փորձենք այդ առանձին թվացող դեպքերը կամ իրադարձությունները կամ երևույթները իրար կապել, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ազգը ավելի լավ հասկանա, թե ինչ է կատարվում, որովհետեւ իրական համախմբումը սկսում է ճշմարտություն ասելուց, ճիշտը հասկանալուց ու այդ դրա շուրջ համախմբելուց եւ դրա համար մենք այս ամենը անում, դրա համար մենք առանց վարանելու եւ առանց վախենալու այս ճշմարտությունը քարոզում, որովհետեւ ճշմարտություն քարոզելը իրականում առաքինություն է, իրականում մեծ արժանիք է եւ մենք դա չենք թերագնահատում։ Այսօր այսքանը դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։